Խնդիրը պահանջում է գտնել կարելի է արդյոք 4-ը 4 չափի աղյուսակի յուրաքանչյուր վանդակում գրել մեկ բնական թիվ, այնպես որ աղյուսակում գրված բոլոր թվերի գումարը լինի կենտ, սակայն այդ աղյուսակի մեջ ընտրված կամայական 3-ը 3 չափի աղյուսակում գրված թվերի գումարը լինի զույգ։ Շատ լավ։ Առհասարակ թվերի գումարի ընթացքում, երբ մենք մի քանի թիվ ենք իրար գումարում, զույգության ու կենտության վրա ազդում է միայն կենտ թվերի քանակը։ Զույգ թիվը ոչ մի ձև չի փոխում թվի զույգությունը, ուստի միայն հաշվելով, թե այս աղյուսակում քանի հատ կենտ թիվ կա եւ ինչպես են դրանք դասավորված, մենք կարող ենք խնդիրը լուծել։ Չէ՞ որ էական չէ, թե ինչ թիվ է գրված զույգության համար, էական է այդ թիվը զույգ է, թե կենտ։ Կարող են կենտ տարբեր թվեր գրված լինի, օրինակ 1 գրված լինի կամ 3 գրված լինի, նրանք նույն ձև են ազդելու զույգության վրա։ Ուստի ավելի տրամաբանական է դիտարկել ուղղակի կենտ զույգ, քան ինչ-որ կոնկրետ թվեր։ Եկեք դա նշենք այստեղ, քանի որ գումարի զույգության վրա ազդում է միայն կենտ թվերի քանակը, այդ գումարի մեջ ապա դիտարկելով ուղղակի աղյուսակում կենտ թվերի քանակը կարող ենք լուծել խնդիրը։ Ահա։ Շատ լավ։ Այս պնդումը արվել է նրա համար, որպեսզի մենք չդիտարկենք տարբեր տեսակի թվեր, մենք ուղղակի դիտարկենք զույգ կենտ գրվածները։ Հիմա պահանջվում է, որպեսզի 4-ը 4 չափի աղյուսակի յուրաքանչյուր վանդակում մենք թիվ գրենք այնպես, որ այս ընդհանուր աղյուսակում գրված թվերի գումարը լինի կենտ, սակայն ամեն կտորում լինի զույգ։ Ինչը նշանակում է, եթե այս ընդհանուր աղյուսակում գրված թվերի գումարը կենտ է, ապա այս աղյուսակում կենտ թվերի քանակը կենտ է։ Այդպիսի պնդում մենք ունենք, այդպիսի փաստ մենք ապացուցել ենք։ 4-ը 4 չափի աղյուսակում կենտ թվերի քանակը կենտ է, ինչպես նշեցի, որպեսզի գումարը լինի կենտ, իսկ ամեն 3-ը 3 չափի կամ ուղղակի 3-ը 3-ում կենտ թվերի քանակը պետք է լինի զույգ, որպեսզի այստեղ գրված թվերի գումարը լինի զույգ։ Շատ լավ, այսքանը հասկացանք, հիմա եկեք այս կտորը տեղափոխենք այստեղ։ Դե ինչ որ 3-ը 3 չափի կտոր սա է, մյուս 3-ը 3 չափի կտորը սա է, մյուսը սա, մյուսը սա։ Այսինքն մենք հիմա պետք է դիտարկենք այնպես, պետք է կատարենք այնպիսի դասավորում թվերի ու կոնկրետ կենտ թվերի, այսպես զույգերի հետ գործ չունենք, միայն կենտերը դասավորենք, մնացած վանդակներում զույգ թիվ կգրենք։ Հիմա այնպես պետք է դասավորենք, որ ամեն այսպիսի կտորում կենտ թվերի քանակը լինի մեզ մոտ զույգ, սակայն ընդհանուրում կենտ։ Հիմա եկեք ուղղակի ինչ որտեղ թողնենք այս կտորը, որը մեզ ուղղակի կուղղորդի եւ մնացած հատվածի վրա աշխատենք։ Այսինքն, եթե այստեղ կենտ թվերի քանակը զույգ է, հետեւաբար ահա այս հատվածում պետք է կենտ լինի։ Դե հիմա եկեք ինչ որ նշումներ կատարենք, թե որտեղ կարող է լինել այդ կենտ թիվը, յուրաքանչյուր կենտ թիվ որտեղ կարող է լինել եւ նրանց քանակները ակնհայտ պետք է լինի կենտ։ Դե ընդհանրենք մի կենտ թիվ այստեղ ենք թողնում, մյուսը թող լինի այստեղ, 2 հատ ունենք եւ եկեք այս պահին երրորդ կենտ թիվը ավելացնենք։ Օրինակ, հենց այստեղ էլ կարող ենք ավելացնել երրորդ կենտ թիվը ու տեսնենք, թե ինչ է ստացվում սրա արդյունքում։ Տեսեք, ահա այս կտորում ոչ մի կենտ թիվ չկա։ Հետևաբար, ամեն ինչ նորմալ է, միայն զույգ թվեր կլինեն եւ նրանց գումարը կլինի զույգ։ Ոչ մի խնդիր չկա։
ահա այս հատվածում ընդամենը 2 կենտ թիվ ունենք եւ մնացածը զույգ կլինեն, ուստի ընդհանուրի գումարը կրկին կլինի զույգ։ Իջացնենք ներքև, այստեղ նույնպես 2 կենտ թիվ ունենք, ուստի ընդհանուրի գումարը նույնպես զույգ կլինի։ Տեղափոխենք դեպի ձախ, այստեղ նույնպես ոչ մի կենտ թիվ չկա։ Հետևաբար բոլորը կլինեն զույգ եւ գումարը մեզ մոտ կլինի զույգ։ Հիմա հասկացանք, թե որտեղ կարող է լինել մեզ մոտ կենտ թվերը, կենտ թվերի դիրքը որոշեցինք, հիմա ուղղակի օրինակը կառուցենք։ Այսինքն մենք օրինակի կառուցվածքը տվեցինք, բայց կոնկրետ օրինակ չկառուցեցինք։ Այդ նշված վանդակներում պետք է լինեն կենտ թվեր։ Թող լինեն այդտեղ 1 այլ կենտ թիվ կարող եք վերցնել, սակայն նշված է ուղղակի գրել 1 բնական թիվ եւ չի նշված, որ այդ թվերը պետք է լինեն տարբեր իրարից։ Իսկ մնացած վանդակներում ցանկանում եմ ես գրել 2։ Եթե նշված չլիներ բնական թիվ գրելը, նույնիսկ հնարավոր է ես 0 գրեի այնտեղ, որպեսզի գումարի վրա նրանք ոչ մի ձև չազդեին, ուղղակի գեղեցիկ օրինակ ստացվեր։ Հիմա եկեք այսպես նշանակում կատարենք, ուղղակի գումարներն էլ հաշվենք, որպեսզի ավելի պարզ լինի, ինչը։ Սա մեզ մոտ առաջին 3-ը 3 չափի վանդակը թող լինի աղյուսակը, սա երկրորդ, սա երրորդ, սա չորրորդ։ Հասկացանք ու հիմա ուղղակի հաշվենք յուրաքանչյուր 3-ը 3 չափի աղյուսակի գումարը։ Ահա, դե առաջինը ուղղակի բոլորը երկուսներ են, 9 վանդակ ունենք, յուրաքանչյուրում 2 է գրված, 2 անգամ 18։ Կներեք 2 անգամ 9 հավասար 18։ Երկրորդ կտորը հետևյալն է, 9 վանդակներից 2-ում 1 է գրված, մնացած 7-ում 2, այսինքն 2 անգամ 7 գումարած 2 անգամ 1 հավասար է 16։ Ահա այստեղ նույնը ինչ վերևի իրավիճակը, ուստի 16, իսկ մյուսում կրկին 18։ Յուրաքանչյուրում ունենք զույգ գումարը։ Ահա։ Բայց ընդհանուրը դե ընդհանուրը քանի վանդակ է մեզ մոտ, 16 վանդակ է եւ ընդամենը 3 հատում 1 է, ուստի 13 անգամ 2 ունենք եւ 3 հատում 1 է 3 անգամ 1, ինքն 26 գումարած 3 կստացվի արդյունքում 29։ Յուրաքանչյուր 3-ը 3 չափի կտորում թվերի գումարը մեզ մոտ զույգ է, բայց ընդհանուրի գումարը 29 է, ուստի պատասխանը կլինի այո այս խնդրի համար եւ ներկայացրել ենք մենք օրինակ։ Շատ կարևոր է, որ այո ասելուց հետո հստակ օրինակ ներկայացնենք, ինչն էլ արել ենք։ Ոչ ասելու դեպքում, ոչ պատասխանելու դեպքում պետք է հիմնավորել, թե ինչու ոչ։ Շատ լավ, եկեք խնդիրը ամփոփենք ու հասկանանք ինչ արեցինք, որովհետև մենք հետաքրքիր ձևով պնդումներ այստեղ ներկայացրինք ու դրանցից օգտվելով ուղղակի լուծեցինք շատ հեշտ խնդիրը։ Հիմա խնդիրը պահանջում էր գտնել կարող է արդյոք 4-ը 4 չափի աղյուսակ լինել այնպես, որպեսզի այնտեղ լրացված թվերը լինեին հետևյալ ձևով, ընդհանուր գումարը մեզ մոտ լիներ կենտ, սակայն ամեն 3-ը 3 չափի կտորում գումարը լիներ զույգ։ Կատարեցինք հետևյալ պնդումը, որ գումարի զույգության վրա ազդում է միայն կենտ թվերի քանակը տվյալ գումարի մեջ, հետևաբար միայն դրանք դիտարկելով, թե քանի կենտ թիվ կա, կարող ենք լուծել այս խնդիրը։ Սա ուղղակի միտքն էր, ինչը կիրառեցինք խնդրի լուծման համար։ Քանի որ մեզ պետք է որ ընդհանուր աղյուսակի գումարը լինի կենտ, նշանակում է, որ 4-ը 4 չափի աղյուսակում կենտ թվերի քանակը պետք է լինի կենտ, իսկ ամեն 3-ը 3 կտորում զույգ։ Հենց դա օգտագործելով ու ձեռքի տակ պահելով ահա այս 3-ը 3 չափի կտորը սկսեցինք տեղափոխել։ Միտեղ ֆիքսեցինք ու հասկացանք, որ առհասարակ կարող ենք այստեղ նույնիսկ կենտ թիվ չդնել, ոչ մեկ մեզ չի ասում, որ պարտադիր պետք է լրացված լինի այդ կենտ թիվը, ուղղակի այնպես է պետք անել, որ յուրաքանչյուր կտորում 2 հատ լինի, կամ զույգ հատ իրականում ոչ թե 2 հատ, բայց մենք 2 հատով արեցինք։ Հիմա այստեղ չկա զույգ կներեք կենտ թիվ, ինչը ոչ մի ձև չի ազդում գումարի զույգության վրա։ Այսինքն այստեղ գումարը զույգ է։ Հետո տեղափոխվեցինք ահա այս կտոր եւ նկատենք, որ այսպիսի մի փաստ էլ ասեցինք, որ եթե հետեւյալ հատվածում կենտ թվերի քանակը զույգ է եւ ընդհանուր աղյուսակում կենտ թվերի քանակը կենտ է, նշանակում է այն հատվածը, որը որ չի ընտրվել, ահա այդ հատվածում կենտ թվերի քանակը պետք է լինի կենտ։ Դրանից օգտվելով եւ ձեռքի տակ ունենալով ընդամենը 7 վանդակ սկսեցինք դասավորել կենտ թվերը։
մի հատ այստեղ դրեցինք, բայց մի հատով ամեն ինչ չէր լուծվի, որովհետև պետք է այնպես անել, որ ահա այս կտորում զույգ լինի քանակը, իսկ ընդհանուր մեկ կենտ թիվ ունենալու դեպքում դա չի կարելի ապահովել, դրա համար ավելացրինք երկրորդ այդ հատվածում, բայց ստացվեց զույգ, ուստի երրորդն էլ էր մեզ անհրաժեշտ եւ երրորդն էլ որոշեցինք այստեղ ավելացնել, եթե մենք այստեղ երրորդ ավելացնեինք, տեսեք։ Մի քիչ պրոբլեմ կառաջացներ, որովհետև շատ լավ, այստեղ երկու հատ է, բայց այստեղ նույնպես երկու հատ է, իսկ այստեղ մի հատ է, մեզ եւս մի կենտ թիվ պետք է այստեղ նշել, որպեսզի կարողանանք ապահովել, ահա այստեղի զույգությունը, բայց դա արդեն 4-րդ կլիներ, հետևաբար մենք պետք է ավելացնենք եւս մի կենտ թիվ, դրա համար արդեն ուրիշ դիրքեր պետք որոշել ու մի քիչ խուճուճ կլիներ ընդհանուր լուծումը, ուստի մեր բեղադրածան շատ հարմար դիրքում էր, սակայն այդպես նույնպես կարող ենք փորձել ինչ-որ օրինակ գտնել, ինչպես նշեցի, ահա այստեղ կարող ենք գտնել կամ հետևյալ դիրքում կարող ենք դնել, այստեղ արդեն կունենանք 2 հատ, այստեղ եւս 2 հատ, ընդհանուր 4 հատ, բայց մեզ 5 հատ էր պետք, ուստի մենք կարող ենք ավելացնել, եթե մեկն էլ ավելացնենք ոչ թե այս հատվածում, ենթադրենք այստեղ ենք ավելացնում, ստացվեց 5 հատ, այստեղից դուրս 5 հատ, հիմա այստեղ 3 հատ ունենք, այնտեղ վերևում 1 հատ ունենք, և այստեղ 3 հատ ունենք, ուստի ամեն ինչ ճշմարիտ է, յուրաքանչյուր կտորում մեզ մոտ կենտ թվերի քանակը, այսպիսի 3-3 կտորում զույգ է, իսկ դրանից դուրս ընդհանուրում կենտ է, այսինքն սա եւս մի օրինակ է ու ինքնուրույն կարող եք այլ օրինակներ փորձել գտնել, դրանք շատ են, իսկ արդեն թվերը թե ինչպես նշել այդ օրինակում, կենտ թվերի դիրքը ֆիքսելով մենք ուղղակի այնտեղ գրեցինք 1 էր մնացածում 2-ն է, ինքնուրույն կարող եք որոշել, կարող եք նույնիսկ 1-2 չգրել, այլ մեծ թվեր գրել, էական տարբերություն չկա։ Ուղղակի նման խնդիրներում խոճուճ օրինակները այնքան կարևոր չեն, ինչքան հետևյալ պնդումները հասկանալը, թե մենք ինչը դիտարկելով լուծեցինք խնդիրը, միայն ինչն էր մեզ հերիք, եւ հետո գլխավոր կտորը, որ կենտ թվերի քանակը պետք է լինի միտաղ կենտ, մյուսում զույգ, եւ ինչ որ կտորից դուրս նույնպես պետք է լինի կենտ։ Այս կոնցեպտները հասկանալով խնդրի լուծումը շատ ավելի հեշտ է դառնում։ Ուստի այսքանով տվյալ խնդրի լուծումը կարող ենք ամբողջությամբ ավարտել։